Պարտիլոչը այս հրաշալի օրվա համար, սելի քուրել եղբայրներ եւ պարտիլոչը, որ միասին եք նորից եւ այս առավոտը սկսում ենք տիրոջ խոսքով։ Այսօր մեզ միացել է մեր Գառնիկ Գաբրիելյան եղբայրը, նա ավետարանական մկրտական եկեղեցու հովիվն է եւ Գառնիկ եղբայր, շատ շնորհակալ ենք, որ ընդունեցիր հրավերը եւ այսօր Պարտիլոչը տիրոջ շնորհքով միասին ենք եւ միանգամից անցնենք մեր թեմային։ Այսօրվա թեման ուրեմն քայլենք Քրիստոսի ավետարանով, այդպես է, կամ գնանք բառը։ Գնանք կամ ես ինչի համար ասեցի գնանք բառը, որովհետեւ երեք որ դու զանգեցիր այսօրվա համար, որ պետք է հանդիպենք, ես ճանապարհին էի, Գյումրիից գալիս էի Երևան, եւ արդեն հասել էի շատ հետաքրքիր է ընդհանրապես իրոք որ Աստված ոնց է գործում շատ ես հասել էի Գյումրիից որ գալիս ես հասնում ես Լենինգրադյան փողոցը կա չէ մեկը գնում է Մալաթիա մեկը այդ սվետաֆորի տակ արդեն գալիս էր Գյումրիից եկել հասել էի արդեն հա այդ սվետաֆորի տակ կանգնեցի ես որտե դու էլ վարորդ մարդ ես դինո չէ որ սվետաֆորի տակ կանգնում ես քեզնից առաջ մեքենա է կանգնած եւ մեքենան որ գնում է դու էլ ես գնում հա ճիշտ է հա իմ առաջ մի հատ մեքենա էր կանգնած ես էլ խորում էի դե վաղը ինչի մասին խոսենք այդ դրաման ասում եմ գնում բառը այդտեղ սազում է էլի գնալու բառ իմ արջևից մի հատ մեքենա էր կանգնած ես էլ իր հետևը կանգնած եմ եւ որ ինքը շարժվեց ես էլ բնազդով շարժվեցի բայց կարմիր էր վաու Ես անցա այդ գիզնել անցա ու աշկ գցեցի որ տեսա մի տեսակ զգացի որ ոչ մեկը չի գնում էլի հասկացա ես իր այդևից գիտես ինչի համար եղբայր ջան եւ իսպեսի միտք եկավ սրտիս մեջ որ մեզ պետք չի նայենք թե ով ինչպես է գնում եղբայր ջան մենք մեր սվետաֆորը ունենք Քրիստոսն է մեր սվետաֆորը Քրիստոսն է մեզ ցույց տվող այդ ճանապարհը եւ երբ որ մենք այլոց ենք նայում դες ինչ փորձության կարող ես հանդիպել հա բայց դա բնազդ է ես կարծում եմ վարորդների մեծամասնությունը լինում է որ չեն նայում սվետաֆորին իր արջև մեքենա է կանգնած որ գնում է նշանակում է կանաչ է էլի հասկանում ես որ գնում է այդպես է բայց կանաչ չէր եղբայր ջան ու այդպեսի մի ծագեցել եղբայր ջան որ մեր եւ հետո գնալ բառու համար մի բան եմ ասում այստեղ որ գրված է Քրիստոսի ավետարանին Ֆիլիպեցիների խոսքի նամակի մեջ ասում է միայն թե Քրիստոսի ավետարանին վայել կերպով գնացեք բառը դա խորհուրդն է կյանքի ընթացքի ես այսպես եմ հասկանում մեր վարքագծի այդ գնալ բառը որ ասում է հա այդպես չես հասկանում այո գործողությունների այսինքն Քրիստոսի ընթացքը մենք ոնց ենք այդ ամեն ինչը մեր ապրելակերպը մեր վարքագիծը մենք ինչպես ենք ապրում ոչ թե ով ինչպես է անում Տեսար երեկվա այդ վարորդը ինքը դենց ուզեցավ, ես ինչի ինքը գնաց, չեմ կարող ասել, հա։ Միգուցե վրազ էր մարդը, չեմ ուզում դատապարտել կամ բան, բայց ամեն դեպքում ես իրան նայեցի եւ ոչ թե ասենք խոսքի սվետաֆորին, ու քիչ մնաց որ ես փորձանքի տայի։ Մի անգամ ինձ մոտել այդպեսի դեպք եղավ, կարմիր լույսով անցա իմ արջևից գնացողը, չգիտեմ խի շարժվեց, ես էլ շարժվեցի, հենց քո նման։ Եվ տեսա խցիկը Գիտես ինչ արի, սենց արի տեսախցիկին ասել կներեկելի ես սխալել եմ մարդ չի որ հասկանա բայց գիտես դու գանք չեկավ ինձ բայց դու տեսան բայց ամեն դեպքում մեր խոսքը իհարկե ոչ թե երթևեկության մասին է այլ այսպիսի նշաններով Տերը խոսում է մեր սրտերի հետ, հա։ Եվ պես միտքս ընկավ այս խոսքը, էլի, որ Քրիստոսի ավետարանին վայել կերպով գնացեք, ավետարանին նայելով գնացեք, սրան նրան նայելով մի գնացեք։ Այո։ Այդ մասին է որ կուզենայի մի։ Տես մենք հայերենով այսպեսի խոսույթներ ունենք, քո քայլերը ինձ դուր չի գալիս, դու ճիշտ տեղ չես գնում, չէ՞, ասենց, այսինքն գործողությունները ինչ որ սխալ է, ինչ որ, այսինքն Ինչպես դու ասացի, դա մեր կյանքի որոշումների, ընտրությունների, քայլերի, վերաբերմունքների վերջապես մասին է։ Քայլել բառը մեծ իմաստ ունի իր մեջ, այդ իմաստը։ Ամեն եկեղեցում իր օրինակ ասենք մշակույթը ունի։ Իր պաշտամունքի ձևը ունի։
ես ոչ ուզում եմ մեկից եւը գերադասել մյուսից, ոչ էլ մեկին նսեմացնել մյուսի դեմ, այդ մասին չեմ ասում ես։ Շատ անգամ լինում է, որ մենք տարիներ շարունակ չենք էլ նկատում, թե ոնց ենք մենք ավետարանը թողած այդ ծևերը այն տեսակ ենք ընտորինակել, այն աստիճան ենք ընտորինակել, վայ որ հանկարծ մեկը մի քիչ ուրիշ տեսականում, նույնիսկ եթե ավետարանով է անում, մեզ խորտ է թվում, մենք կարող ենք զարմանալ, որովհետև մենք արդեն սովորել ենք այս ամեն ինչին։ Եկեղեցիներում դինում է, դու էլ լսած կլնես, օրինակի համար ասենք խոսքի ինչ-որ բան ենք կարդում, ինչ-որ երիտասարդների հետ զրույցներ ենք ունենում, թե այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի եւ այլն։ Շատ անգամ այդպիսի հարցեր են տալիս, որ բա ինչի ուրիշ է, այսինչ եկեղեցում այդպես չէ։ Չէ՞։ Ես էլ կարող եմ ասել, բա ինչի երեկվա ոստիկանը վաղը երեք կանգնեցներ, ասեմ, բա ինչի է մարդը գնաց։ Ասես քո ինչ գործն է։ Ոնց ասեց Պետրոսին, որ Տերը հասկացրեց, որ ինքն էլ նույն մահով պիտի մեռնի, փառավորի Տիրոջը, ինչպես որ Քրիստոս պիտի խաչվի, հա։ Եվ որ Պետրոս հասկացավ, թե ինչ է ասում Քրիստոս, ասեց, ցույց տվեց Հովհաննեսին, ինչ ասեց։ Բա էսի ասեց։ Բա ոնց որ ինքը այդ ծևով չպետք է լինի։ Եվ ինչ ասեց Տերը։ Ինձ ռուսերեն շատ է դուր գալիս։ Սա что тебе до него? Ты иди за мной։ Դու արին ետևից։ Դու քեզ ինչ ինքը։ Դու իր այդ ինչ գործն ես։ Գամի երբ այստեղ մի բան էլ նկատենք, որ մարդկանց տեսակ կա, որ ավելի առաջնորդվում են ամբողջային մտածելը։ Սա սենց են անում, ես էլ ուրեմն ճիշտ է, հա, այդ իմաստով նա։ Այո, մենք այդ մասին էլ ենք մի անգամ խոսել, որ բոլորովին այդ ոնց ասեմ, էլի այսօր ամբողջ աշխարհի քաղաքականությունը հիմնված է այդ քո ասած ամբողջավարության վրա, ժողովրդավարություն են ասում, հա, նույնիսկ մենք հայերս այսպիսի արտահայտություն ունենք ձայն բազմած, ձայն Աստծո։ Վաու։ Չէ՞։ Եւ շատերը նույնիսկ համարձակում են ասել, որ դա Աստվածաշնչում կներեք այդպիսի հիմարություն չկա գրված եւ ձայն բազմած երբեք ձայն Աստծո չի եղել։ Այդպես չի սիրելիներ։ Ես չեմ ասում, թե միշտ ձայն բազմած սխալ է։ Չեմ ասում այդպես։ Մարդ է կարող է եւ ճիշտ լինի։ Այդպես էլ է պատահում, բայց ձայն բազմած եւ ամեն բանում շատերի կարծիքը ճիշտ է, բոլորովին այդպես չէ։ Եվ այո, բայց մենք սկլոննի ոնց կլինի։ Մենք այդպես բան ենք էլի, որ եթե շատերն են անում, ուրեմն դա ճիշտ է։ Մեղ գործելու համար միտեղ էլ գրված է բազմությանը չհետևես։ Նոր քիչ առաջ դու ասեցիր նեղ տրան մասին եւ լայն տրան մասին եւ այնտեղ գրված է լայն է դուրը որ տանում է կորուստ եւ ինչ է գրված եւ շատերն են գնում նրանով ուրեմն շատերը ընդհանրակը ձայն բազմած բազմություն ընդհանրակը շատերի գնացածը դա բոլորովին վկայություն չէ այն մասին, որ դա ճիշտ ճանապարհ է։ Այդպես չէ։ Սուրբ Գիրքը ասում որ շատերն են գնում կորստյան ճանապարհով եւ քչերն են նշած է եւ քչերն որ այդ կասած գնում են եւ գնում են եւ բացում են մտնում են եւ այլն։ Բայց մենք վերադառնանք այն մտքին, որ Քրիստոսի ավետարանին վայել կերպով գնացեք։ Ավետարանը պետքա երեկվա սվետաֆորի նման ես տնեմ իմ առաջս եւ ես ամեն անգամ պետքա ինչքան էլ որ առաքինի թվա քո վարկը, ինչքան էլ որ ճիշտ թվա քո վարկը, փառք Տիրոջը, ես բան չունեմ ասելու, քեզ էլ նայեմ, քեզանից էլ ինչ որ բան սովորեմ եւ այլն, բայց իմ լուսամփոփս պետք է լինի իմ ավետարանս։ Բայց դրա համար պետք է սովորես, չէ՞, որը ինչա խոսում, դրա համար էլ մենք ստեղ ենք, դրա համար էլ եկել ենք որ մեկս մյուսից սովորենք, կարդանք եւ փառք Տիրոջս։ Եվ ասում եմ, էլի երեք դու զանգեցիր ու այդպիսի բան եղավ ու մտքիս մեջ այդպեսի միտք ծագեց, որ այս քարոզը այդ է որտեղ ածանում։ Այդպես է լինում։ Այո, շատ է լինում դες բաներ։ Այո, բարգեստը։ Ես ուղղակի այսօր կուզենամ մի քանի այդպեսի ոնց ասեմ, ավետարանի հատկությունների մասին, հատկություն եթե կարելի ասել, թե ինչպիսին է ավետարանը, հա։ Ես իհարկե չեմ պատրաստում այսպես ոնց ասեմ, ավետարանը այնպիսին է, որ մենք որ մի տարի անըտ մեջ խոսենք, մենք չենք կարող անհատակ օվկիանոս։ Բայց ես մի քանի կարևոր հարցերի վրա կուզենայի, որ մենք
ուշադրություն դարձնենք, որովհետև եթե գրված է ավետարանին վայել կերպով գնացեք, դու էլ շատ ճիշտ ասեցիր, բա ինչպես իմանանք, ոնց է, ինչ է, դե եկեք տեսնենք, ինչպեսին է ինքը, հա, որ իրան վայել կերպով գնանք։ Օրինակ, ես առաջի միտքը, որ ուզում եմ ասել, մեր այս ժամանակագից բարդ խառնիխուռն աշխարհում, նույնիսկ այսպես կասեմ, քրիստոնեական խառնիխուռն աշխարհում, այսպիսի միտք է, ավետարանը շատ պարզ է։ Մենք էլ պետք է պարզ մարդիկ լինենք, հասարակ պետք է լինենք, մեր գործերում, մեր խոսքերում։ Օրինակ, մեր խոսքը պետք է շատ պարզ լինի, ինչպես գրված է այոն այո եւ ոչը ոչ։ Խոսում է մարդը, օրինակ, ասենք, եկեք մենակ մեր մասին խոսենք, քրիստոնյաների մասին խոսում եմ։ Ինչ որ միտք ասում, բարդ սպես ձևակերպումներով, հա։ Եվ դու չես կարողանում ըմբռնել, դու ստիպված ես հարցեր տալ իրան նորից, որպեսզի ճշտես, թե ինքը այս նկատի ունի, թե այն նկատի ունի, եւ նույնիսկ լինում է, որ երբ որ դու իր ասածով այս ես հասկանում, ինքը շատ հեշտությամբ քեզ բացատրում, որ ես այդ չէի ուզում ասել, ես այս էի ուզում ասել, եւ կարծես թե այսն էլ է ճիշտ, այնն էլ է ճիշտ, հետո մի քանի այններ էլ կան այնտեղ։ Լավ չէ սիրելիներ, որ մեր խոսքը այդպիսի խորամանկություն կա իր մեջ։ Պարզ լինի մեր խոսքը, այոն այո լինի եւ ոչը ոչ լինի, ինչպես Քրիստոսն էր խոսում։ Պարզ։ Ինչքան պարզ էր խոսում Քրիստոս։ Այդ կան մարդիկ, ովքեր որ ասենք բարձրագույն կրթություն ունեն, քիմիկոս են, ֆիզիկոս են, ուրիշ բաներ գիտեն, ու լավ գիտեն։ Եվ երբ որ ու հավատացյալ են, եւ երբ որ ավետարանի խոսքն են քարոզում, օրինակի համար ֆիզիկոսը այսպիսի օրինակ, որպեսի աբացուցի միտքը, ինչ որ քեզ բացատրում է ավետարանից, ինքը մեկ էլ էսպես է անում, աուդատորիան նստած է, ժողովուրդը նստած են եւ ասում է. «Սիրելի եղբայրներ, քույրեր, որպեսի մենք շատ լավ հասկանանք այս միտքը ավետարանի, մենք պետք է հիշենք Կեյլուսագի օրենքը»։ Նստածներից մի հոգի անգամ չգիտի ով է եղել Կեյլուսագը, Կեյն ու Լուսագը նախ տարբեր ֆիզիկոսներ են եղել, իրար հետ նույն եզրակացության են եկել, դրա համար կոչվում է Կեյն եւ հիմա էս չի հարցը, հա, մտածում։ Ինչ որ ինքը ասում է, այդ օրենքը իրոք շատ ճիշտ բացատրում է այն միտքը, ինչ որ ինքը ուզում է բացատրել։ Բայց բացի իրանից կարող է մի հոգի էլ հասկանա կամ չհասկանա։ Հասկանում ես։ Ես չեմ ուզում մտնել իր սրտի գաղտնարանները եւ ասել, թե ինչի է ինքը դենց անում։ Միգուցե ուզում է իր խելքը ցույց տալ։ Միգուցե, չգիտեմ, վախենում եմ եսի բան ասել։ Միգուցե իմաստնությունը չի հերիքում, թե ովքեր են նստած այնտեղ։ Հա։ Հաշվի չի առնում։ Հաշվի չի առնում։ Եվ այդպեսի բարդ բառեր է ասում։ Ամեն բան բարդ է, երբ որ ես չեմ հասկանում։ Եթե ես որևէ բան չեմ հասկանում, ինձ համար բարդ է։ Ինչպես էր կարողանում երկինք ու երկիր ստեղծող Աստված, Քրիստոս, աստղերն ու մոլորակները ստեղծող Աստված, գալակտիկաները ստեղծող Աստված, արևն ու լուսինը ստեղծող Աստված, երբ որ ինձ հետ էր խոսում, ասում էր. «Դուրս եկավ սերմնացանը սերմնցանել»։ Մի քանիսը ընկան քարատ տեղեր, ստե երկու միտ կարող է լինել, հասկանալի է։ Մի քանիսը ընկան փշոտ տեղեր, մի քանիսը ընկան բարի հողի վրա, եւ սկսեց բացատրել բարի հողը ձեր սիրտն է, որ այդ խոսքը Աստծո խոսքն է, որը դնում է ձեր սրտի վրա, ծիլը տալիս, որը 30, որը 60, որը 100 եւ այլն, ինչքան է պարզ, ինչքան է հասկանալի, հա։ Իսկ եթե Քրիստոս փորձեր այնպիսի օրենքներով բացատրել կամ այնպիսի մտքերով իր մտքերը մեզ բացատրեր, որով որ ինքը ստեղծել էր գալակտիկաները, ես բան կհասկնայի, դու բան կհասկնայիր, չէ։ Ուրեմն ավետարանը շատ պարզ է, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ մենք նույնպես պետք է պարզ մարդիկ լինենք։ Մեր հագուստը պետք է պարզ լինի, օրինակի համար, հա։
Ես շատ սիրում եմ փոքր տղա էի ես 70-ական թվականներին նոր տարվան Արմեն Խոստիկյան կար է դերասան։ Հա։ Էլի մի բան պատմեց սիմֆոնիկ համերգի մասին մի բան պատմեց, մի հաղորդավարու մասին այսպես ասեց։ Ասեց այն կողմից եկավ մի հաղորդավարուի, ասում է, մի տեսակ շոր էր հագել, ասում է ներքևը բաց է, վերևը փակ է։ Ասում է, արա, բայց այնպես փակ է, ոնց որ բաց լինի։ Հասկանում անհասկանալի, հա։ Միտեղ կա, որ մի ժամանակ առաջ եղբայրներից մեկը մեր եկեղեցում քարոզեց եւ այդ միտքը հետեւյալն էր, որ բրտե եւ քտանե հակուստ չհակնես, որ քո հակուստը պարզ լինի։ Ես չեմ խառնված իրար հայլիպես անհասկանալի ինչ որ բան հիշեցնող հակուստներ կան, հա, ինչ որ բան են հիշեցնում, կամ ինչ որ բան են ընդգծում եւ այլն։ Ամեն ինչը մեր պարզ պետք է լինի, հասկանալի պետք է լինի, որովհետեւ ընդունելի նաեւ չէ դիմաստով։ Դες օրինակ վարկագծի մասին ենք ասում, դες Պետրոսն ու Հովանեսը գնում էին միասին տաճարը 9-րդ ժամի աղոթքին գրված է, հա։ Ինչքան ասենք ոնց ասեմ էլի, պարզ օրվա ռեժիմ ունեն իրանք։ Հա։ Դրա մասին էլ է խոսում ավետարանը, այսինքն պարզ օրվա պարզ ռեժիմ։ Իրանք ժամ ունեն, ժամը 9-ի աղոթքին են գնում։ Պարզ, հասարակ, հասկանալի եւ այլն։ Մեզ նման չէ, որ մենք բարդ մարդիկ ենք, հա, այսօր ես աղոթքա ժողովի չեմ կարող, որովհետև այս բանը, այնտեղ էսպես է, երեք գնացի, այսօր ու խառն է, չի հասկացում մենք ինչ ենք ասում։ Գնում էին իրանց աղոթքին։ Ուրիշ տեղ էլ գրված է, որ Պետրոսի եւ Հովանեսի համարձակությունը տեսնելով եւ գիտենալով, որ առանց ուսմունքի հասարակ մարդիկ էին, ու շատերը զարմացան, շատերը հիացան, շատերը օրինակ որովհետեւ մենք ավելի պարզ, եթե պարզությունից ենք խոսքում, ելի ավելի պարզ խոսենք։ Այ մենք էլ ենք մարդ։ Ինչքան հաճելի է պարզ մարդու հետ։ Շատ։ Լուրջ։ Դե պետք է հասկանալ, որ դիմացինի համար է, եթե մենք ենք պարզ, իր համար է հաճելի։ Գառնիկ եղբայր, գիտես ինչ հիշեցի, որ համար Հովանեսի ասում է քայլենք լույսի մեջ։ Նույն իմաստը չունի։ Պարզ, թափանցիկ, այսինքն որովհետև լույսի մեջ երևում ամեն ինչ։ Այո։ Այսինքն խավարը չենք սիրում։ Մարդիկ, որոնք չեն սիրում թաքնվել խավարի մեջ, իրանց գործերը թաքցնել խավարի։ Նրանք պատրաստ են անգամ իրենց սխալները լույսի մեջ բերեն եւ թեկուզ որ խայտարակ է լինեն, ասես մի քիչ կոպի ձևով, բայց լուսասեր մարդիկ են, պարզ են, թափանցիկ են։ Ով չի գալիս լույսի մեջ։ Արի մի քիչ այդ քո ասած մտքով էլ, հա, ասենք, ոսկի չենք գալիս լույսի մեջ, որովհետեւ մեր վատ գործերը չերևան։ Այո, Հովանեսը ասում է։ Դու որ մի լավ բան ես անում, դու ինքդ ես լույսերը վառում։ Դու ինքդ ես ուզում որ բոլորը տեսնեն, որ դու լավ բան ես արել, որով բարի գործ ես արել։ Լույսը լավ բան անելուց ուզում որ տեսնեն։ Ուզում ես բոլոր լույսերը վառում են քո առջև, ճիշտ է։ Եվ հակառակը գողը որ գնում է գողության, ուզում է որ խավար լինի, ուզում է որ մութ լինի, որ ոչ մեկը չտեսնի։ Ինչ կա տեղ չհասկանալու։ Էլի պարզ է։ Շատ է պարզ։ Դրա համար էլ, եթե իրոք մեր գործերը պարզ են, մեր խոսքը պարզ է, մեր դիստուկացը պարզ է, հասկանալի է, մենք ինչ ունենք թաքցնելու։ Եվ ինչի համար մենք պարզ չլինենք, ինչի համար մենք հասկանալի չլինենք, ինչի համար։ Լավ է լույսի մեջ քայլենք, թեկուզ սխալվենք, քան խավարի մեջ, բայց շատ զգուշանանք։ Դե իհարկե եղբայր ջան։ Ավետարանը շատ պարզ է, իմ առաջի միտքը, որ ուզում եմ ասել, սա է։ Ամեն։ Օրինակ, ավետարանը ճշմարիտ է, չէ՞։ Ամեն։ Դες Զաքարիա Մարգարեն ասում է ճշմարտությունն ու խաղաղությունը սիրեցեք։ Զաքարիա ինչ լավ խոսք է։ 15։ Ինչ լավ խոսք է։ Տեսեք, ոչ թե գիտեցեք։ Ասեց կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կդառնի, չասեց կգիտենաք ճշմարտությունը
եւ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Մենք պետք է սիրելի եղբայրներ, քույրեր, ոչ թե ճշմարտություն, ավետարանը ճշմարիտ է։ Մենք պետք է ճշմարտասեր լինենք։ Մենք պետք է սիրենք ճշմարտությունը։ Շատ կարևոր բան ես ասում, Գավիգ։ Ես հիմա մի քիչ ավելի կարևոր բան եմ ուզում ասել իմ կարծիքով։ Մենք ճշմարտությունը կարող ենք սիրել ու շատ սիրել, երբ որ այն մեզ չի վերաբերում։ Երբ որ ճշմարտությունը հասնում է մեզ, մեր վարքագծին, մեր էությանը, են ոնց ենք մենք կատաղում այդ ճշմարտության դեմ, են ոնց ենք մենք կազազում այդ ճշմարտության դեմ։ Իսկ ամենամեծ սերը ճշմարտության սիրելիներ, որը մեզ դարձնում է սիրելի Աստծուն, երբ որ մենք սիրում ենք ճշմարտությունը մեր մասին։ Այո։ Հենց բացասականի մասին է խոսքը։ Այսինքն դիմացինի հանդեպ լավ օգտագործում ենք ճիշտը, հա։ Երբ որ պատմում ենք, հա, այս մարդը այսինչ ու ճիշտ են պատմում։ Այսինչ սխալներ արեց, լավ անալիզ ենք անում, չէ՞։ Լավ ճիշտ ես ասում, ասում եք եղբայր, ես ճանաչում եմ, ճիշտ ես, գիտեմ, ճիշտ ես ասում։ Ու ճիշտ ենք ասում, ես էլ եմ ճիշտ ասում, ինքն էլ ճիշտ ասում։ Բա այն մյուսը։ Այ մարդ քրիստոնյա մարդ ես, այսպես բան կան, ճիշտ ես ասում, եղբայր ջան։ Վեց սվակը ուղեցիր իրան, թե չէ, ասես բա դու, որ այսինչ ու կսկսի։ Ասեմ ինչ ենք ասում, կրոնական։ Ասում ենք դե դա ես չէ, սատանեն արեց։ Էդի լավագույն դեպքում։ Ես ինչ սատանեն բռնեց արեց։ Էդել կա, բայց կա որ մենք այնպիսի փաստարկներով սկսում ենք հերքել ճշմարտությունը։ Պրոֆեսիոնալիզմը Էդի արդեն ուրիշ ճարտիկություն։ Եթե մենք չենք սիրում սիրելի եղբայրներ, քույրեր ճշմարտությունը մեր մասին, մենք ճշմարտասեր չենք։ Հաստատ։ Մենք ճշմարտասեր չենք սիրելիներ։ Նարեկացին ասում է, եթե ասում է ինձ հիշեցնեն, թե այս մեղքերը եւ այլն, ասում է ես ինքս կհաստատեմ եւ ավելին կասեմ։ Դա հենց նույն իմաստուն ինչ որ ասում է աճ երեսիդ խփում են ձախ։ Ինքս կհաստատեմ, ասում է եւ ավելին կասեմ, որ ինքը չգիտի։ Շատ ուժեղ բան է։ Այս է ճշմարտասիրությունը, սիրելիներ։ Երբ որ առաջին հերթին մենք սիրում ենք ճշմարտությունը մեր մասին։ Նորից եմ կրկնում, ոչ թե գովեստը մեր մասին, դա էլ կարող է ճշմարիտ լինել։ Հնարավոր է, որ ինչ որ մի հարցով մեկը քեզ կովի եւ դա ճշմարտություն է, որ դու այդ լավ բան արել ես եւ այլն, էդի կսիրես դու, բնական է։ Էդի կոտուրը կգա այդ ճշմարտությունը, բայց երբ որ խոսվի այն մասին, որ դու այս սխալները եւ այլն, ինչ որ մեկը հորտորի քեզ եւ այլն, երբ որ չենք սիրում մենք այդ պահերը, մենք ճշմարտասեր չենք սիրելիներ։ Ճշմարտությունը սիրելիներ, քիչ առաջ ասացի, ինչ է ճշմարտությունը, ազատությունը։ Եթե մենք ազատություն սիրող մարդիկ ենք, գրված է կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Ճանաչել եւ գիտենալ բոլորովին տարբեր բաներ են, մենք ստեղելի ենք առիթ։ Այսինքն իմացականության մասին չի գիտենալը։ Դու գիտես ճշմարտությունը, հա? Բայց ճանաչել, օրինակ, ամենալավ օրինակը Պողոս Առաքյալի օրինակն է։ Պողոս Առաքյալը Աստծո խոսքը, ոնց ասեմ, մեծ գիտագեր Աստծո խոսքի, դա հասկացում է իր թղթերից, դա հասկացում է, չէ, երբ որ կարդում ես նրան, թե ինքը ինչպիսի խորությամբ գիտի Աստվածաշունչը, ինքը դագարանի մասին է խոսքը։ Այսինքն նա մեծ գիտագեր ճշմարտության, բայց հալածում էր Աստծո եկեղեցին, հալածում էր նրան, ով ասեց ես եմ ճշմարտությունը, չէ՞։ Դու տեսնում ես, գիտենալը ճանաչել չէ, մինչև որ պահը, մինչև այն պահը, երբ ծանոթացավ, ճանաչեց ճշմարտությունը, երբ որ Դամասկոսի ճանապարհի վրա տեղի ունեցավ այդ հանդիպումը, ամեն։ Երբ այդ լույսը տեսավ, երբ կուրացավ այդ լույսը տեսավ, երբ ծանոթացավ նրա հետ, խոնարհվեց եւ ասեց ինչ կհրամայես Տեր,
ինչ կհրամայես թանկագին ճշմարտություն, որ ես անեմ, հա։ Ուրեմն իր գիտենալը բոլորովին ճանաչել չէր, դա գիտենալ էր։ Այսօր մենք էլ ես, դու, բոլորս ամենք իրակի եկեղեցիներում ենք, տարբեր քարոզիչներ են գալիս, խոսում են, լսում ենք, ինքներս ենք կարդում, եւ շատերը հոգեվոր պրոֆեսորներ են, կարող են դաս տալ, ես ինչ գիտեմ, համալսարաններում երևի, որովհետեւ գիտեն Աստծո խոսքը, բայց պետք է ճանաչել ճշմարտությունը, իսկ ավետարանը ճշմարիտ է։ Ճշմարիտ է ավետարանը եւ նրան ճանաչել է պետք։ Եթե մենք այսօր խոսում ենք ավետարանին վայել կերպով գնալու մասին, մենք պետք է ճշմարտասեր լինենք, սիրենք ճշմարտությունը։ Ճշմարտությունը նաեւ հարստություն է սիրելիներ, որովհետեւ գրված է առաջ Աստծո արքայությունը եւ նրա ճշմարտությունը փնտրեցեք։ Իսկ մնացածը հենց խոսքը նյութականի մասին է, կտրվից ես։ Եթե ձեր առաջնայինը ճշմարտություն փնտրելն է, ճշմարտությունը ով կփնտրի, ով սիրում է ճշմարտությունը, նաև կփնտրի, ով չի սիրում։ Սերը մոտիվացնում է։ Բա ինչ անում, եթե դու մի բան սիրում ես, փնտրում ես։ Եթե որևէ մեկը քեզ դուր է գալիս, դու փնտրում ես, որ ոնց անես իր այդ հաղորդակցվես, ոնց անես իր այդ նստես, իր այդ կանգնես։ Դա բնական մի բան եմ ասում։ Այնպեսի զարմանալի բան չէ սա։ Եթե դու ճշմարտությունը սիրում ես, դրան փնտրում ես, մնացածը կտրվի քեզ։ Այն մնացածը, իսկ մենք ինչ ենք անում, հերթականությունը խախտում ենք, մենք միշտ մնացածն ենք փնտրում, դրա համար ոչ մնացածն ունենք, ոչ էլ ճշմարտություն ունենք։ Ճիշտ ես, ամեն։ Եվ վերջապես ճշմարտության մասին մի բան էլ ասեմ, որ քիչ առաջ ասեցի, ճշմարտությունը սիրել նշանակում է Աստծուն սիրել։ Ինչու՞։ Որովհետև ասեցի ես եմ ճշմարտությունը, ինքը ասեց։ Ես եմ ճշմարտությունը, ուրիշ ճշմարտություն չկա, Քրիստոսն է ճշմարտությունը, կյանքը եւ ճանապարհը, ինքը ասեց սիրելիներ։ Եվ մենք, եթե ուզում ենք ավետարանին վայել կերպով ընթանանք, կամ ավետարանին վայել կերպով գնանք, որ քիչ առաջ ասեցին գնալ, նկատի ունենք վարկագիծը, նկատի ունենք կոնտակտը, ինչ քո ապրելակերպը, լավ, այդպես ասենք, հա։ Ուրեմն մենք սիրելիներ Աստծուն կսիրենք, եթե ճշմարտությունը սիրենք։ Ամեն։ Երանելի է այն մարդը, որը ոչ միայն Աստծո խոսքը լսելով, այսպես ոնց ասեմ, էլի բավականություն է ստանում։ Կան այդպիսի մարդիկ։ Մեզ մոտ եկող մարդիկ կան, եկեղեցու անդամ չեն, ուղղակի սիրում են, գալիս են գիրակ օրերը, ասում է ես որ գալիս եմ եկեղեցից ես մոտ ասում եմ շատ հանգստանում եմ։ Երեք ես որտեղ պաշտամունք էի, այնտեղ էլ ասի այդ միտքը։ Ասում եմ ես սիրում եմ, երբ որ մարդը գալիս է պաշտամունքի խոսքը լսում եւ անհանգստանում է։ Ինչ է անհանգստացնում։ Խոսքը պետք է քեզ անհանգստացնի։ Ինչու՞, որովհետև դու այդպեսին չես, ես այդպեսին չեմ, եւ երբ որ խոսքը լսում եմ, եւ չեմ անհանգստանում, որ ես այդպեսին չեմ։ Այսինքն ես գրված է Աստծո խոսքը հայլի է, հա։ Երբ որ ես հայլու մեջ նայում եմ, որ իմ երեսի վրա ցեղ կա, շորերիս վրա կեղտ կա եւ այլն, եւ չեմ անհանգստանում այդ հարցով, ահա, ես խելացի մարդու տպավորություն չեմ կարող թողնել, հայլին դրա համար է։ Այստեղ էլ մեր սիրտն է ցույց տալիս Աստվածաշունչը, եւ եթե ես նայում եմ նրա մեջ եւ տեսնում եմ, թե նա ինձ ինչ է ասում, եւ տեսնում եմ, որ ես այդպեսին չեմ, սա ինձ պետք է անհանգստացնի։ Եթե անհանգստացնում է, ուրեմն ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Եթե անհանգստացնում է, ես երևի թե միջոցներ կփնտրեմ, ինչպես անեմ, որ ուղղեմ, ինչպես անեմ, որ ամեն ինչը կարգու կանոնի մեջ գցեմ։ Դրա համար թող Տերը մեզ օրհնի, թանկագին եղբայրներ ջան, քույրեր ջան, որ մենք ավետարանին վայել կերպով ընթանանք, չնայենք աճուցաղ, ինչի էս մարդը սպես է անում, որ ասի քիչ առաջ ու մենք պատասխանը չտվեցինք, ասում որ եկեղեցում հայտնում են, բան չի այս եկեղեցում այդպես չէ, ես միշտ այսպես եմ պատասխանում, ես չեմ կարող ասել, չգիտեմ ինչու է, ես գիտեմ ինչու ենք մենք ուզում այսպես անել, ինչու, որտեղ ավետարանը այդպես է ասում,
Թե ինչի այնտեղ այդպես չէ, թե ինչի այնտեղ այդպես չէ, ինչի ով անց անում, էդի նույնը կլինի, ինչպես որ սկսիկ այսօրվա խոսքը, ինչպես որ ես այն մեքենային նայելով, քիչ մնաց որ գնայի փորձանքի գայի երեք։ Որովհետև չէի նայում Լուսամփոփին, նայում էի մեքենային։ Եկեք մենք էլ սրան նրան չնայենք սիրելիներ։ Եկեք մենք ավետարանին նայենք, նայեմ մեր Լուսամփոփը, մեր Սվետաֆորը ինքն։ Գարիկ եղբայր, մի հարց եմ ուզում բարձրացնեմ, շատ կարևոր է։ Տես օրինակ այդ մարդը նայում ես կողքից ու ինքը քայլում է օրինակի համար, բայց ոչ միտեղ չի գնում, ոչ մի ուղղություն չի, ուղղակի քայլում է, անկապ քայլում է։ Սա էլ նորմալ չի, այսինքն աննորմալ երևույթ է։ Մեր քայլերը պետք է ունենան նպատակաուղղված քայլեր, չէ՞, այսինքն դու գիտես A կետից B կետ հասնելու այդ տրամադրվածությունը, այդ նպատակը, այսինքն երբեմն հոգևոր կյանքը այտենց անկապ քայլեր է իր մեջ ներառում։ Մարդիկ կան, որ չգիտեն ինչ են դարձել հավատացյալ, ինչ են գնում եկեղեցի։ Ինչ կասես սրա մասին։ Ինք ասեմ, որ Տերը ասեց ոչ միայն ես եմ ճշմարտությունը, կյանքը եւ ճանապարհը։ Այդ դու գնալուց ես խոսում, չէ՞։ Ես եմ ճանապարհը։ Ուր ենք գնում ես։ Ուր ենք գնում։ Մեր վերջնակետը ո՞րտեղ է։ Ես քրիստոնյա եմ եւ իմ վերջնական նպատակը չէ Աստծո արքայությունը ժառանգել, հասկանում։ Սա պետք է լինի իմ նպատակը։ Օրինակ, տես մոտիվացնող խոսք ասում, եւ մենք ավելի գնալով Քրիստոսի պատկերին կերպարանակից ենք լինում։ Կարող ենք ասել, որ դա էլ է նպատակաուղղված ճանապարհ հոգևոր։ Իհարկե, որովհետև ոչ մի պիղծ բան չի մտնի այնտեղ։ Եվ ես եւ դու, եթե մենք գնում ենք այնտեղ, եթե ուզում ենք գնալ այնտեղ, ապա պետք է իրան պատկերին կերպարանակից լինենք, պետք է նմանվենք իրան։ Ոչ ոք չի մտնի այնտեղ իր պղծությամբ, իր անիրավությամբ, ինչպես որ ջուրն ու յուղը չեն ծուլվում իրար հետ, այդպես էլ սրբությունն ու մեղքը չեն կարող ծուլվել իրար հետ։ Եվ դրա համար, այո, աննպատակ ոնց կարող է քրիստոնյան աննպատակ լինի։ Ոնց կարող է։ Եվ ընդհանրապես քրիստոնյա լինել չի նշանակում լինել այս կամ այն հարանվանության կամ այն եկեղեցու անդամը։ Քրիստոնյա լինել նշանակում է կյանքի նպատակը դարձնել Քրիստոսին նմանվել։ Այո, ոչ ես եմ այսօր նման Քրիստոսին, ոչ էլ դու ես հասել այդ բանին, որ մենք նման ենք, բայց այս սրանով է, սրա մեջ այն երջանկությունը, որ ինքը վերջ չունի այդ ցկտումը, սուրբը թողելի սրբավի կրված է, ինքը չունի վերջ, դու ինչքան էլ որ ցկտես, ինչքան էլ որ էլի տեղ կա, էլի բան կա անելու, հա, իսկ աշխարհի վրայի բոլոր գործերը ունեն եւ սկիզբ եւ ունեն վերջ։ Եվ շատ է լինում որ ինչ որ մի կարևոր լավ գործով հենա մենք մեր եկեղեցում վերանորոգման աշխատանքներ ենք էլի խորը սկսել խառնել ենք իրար բան։ Ես սիրում եմ այդ process-ը կամ այս կոմենկոմ եւ այլն, եւ այդ process-ը հաճելի է, բայց կգա մի օր ինքը կվերջանա, մի տեսակ անիմաստություն կմտնի կյանքի մեջ։ Լուրջ եմ ասում, մի անգամ չէ որ այդպեսի բան արել ենք էլի, եւ կտեսնես որ համ թե անում ես, թե այդ գաղափարում ես էլի կոմից։ Մի օր վերջանալու ես։ Կվերջանա ու բրձավ կմոռացվի սաղ այդ բաները, ենի գաճը չբերեց, ենի եսի չբերեց, ենի չբերեց, տարավ բերեց եւ այլն, բայց Քրիստոսին նմանվելու այս process-ը, հա, ինքը վերջ չունի։ Եվ դրանով ինքը հենց հավիտենական ճանապարհ է ինքը։ Հա։ Նպատակա ուղղված հենց հավիտենությունը կարծում ես դրանով է պայմանավորված։ Գրված աշակերտներ առաջ Անտիոքում քրիստոնյա անվանվեցան, չէ՞։ Անվանվեցան այլոց կողմից։ Դու ասում ես կերպարանակից լինեն Քրիստոսին, հա։ Այդ ո՞նց եղավ որ քրիստոնյա անվանեցին իրանց։ Կախտիկ չկա, նայեցին որ Քրիստոսի նման են, Քրիստոսի նման են նստում, նրա նման են կանգնում, նրա նման են քարոզում եւ այլն, այդպես անվանեցին իրանց։ Ոչինչ, մի հատ էլ հարցնեմ։ Տես օրինակ ինչի ես դրա մասին խոսեցի ու նպատակաուղղված կյանք։ Ես շատ եմ նկատել որ եւ շատ են սրանք այս տեսակները։ Դե գնամ որ Տերը լավ աշկով նայի ինձ օրհնի, ինչ որ բան տա, իմ երեխեքին պահի, ինձ պահի։ Այն օրը Գյումրիում 7 վերք եկեղեցու մոտ կանգնած էի, նկատում էի էլի մարդիկ ասում են իրար հետ խոսում են, ասենք երկու էին, իրար հետ գնում են, կախ չի, ասենց բաները խոսում, բան, մեկ էլ տեսնում եմ որ եկեղեցու կողքով է ասում, պես ակնթարս, պես միացես բան անում, հավատո գնացինք, էսա իր ամբողջ հասկանում ես թե հարգանք ասեմ, թե պատիվ ասեմ, ասում նկատմամբ։ Հա, ասում հարգանք եմ։ Ես դեմ չեմ,
մատ խաչ խանեմ երեսից կանցնեմ կնամ կա եւ այս տեսակ բաներ եւ այլն չենք դադապարտում ոչ մեկին բայց մենք խոսում ենք ինչու ասում Քրիստոսի ավետարանին վայել կերպով ընթանալ այս աշխարհում սրա մեջ տեսնում ես ինչքան նպատակաուղղված ինչքան եւ եթե մենք խոսում ենք Աստծո խոսքը վկայելու մասին Աստծո խոսքը քարոզելու մասին դրանից մեծ քարոզ չկա եթե մեկը Քրիստոսի ավետարանին վայել է ապրում դա ամենախոշոր քարոզն է եւ ամենաազդեցիկ քարոզն է դա եւ մանավանդ ժամանակակից մեր աշխարհում օրինակ դες խորհրդային ժամանակ սով էր Աստծո խոսքի որտեղ ենք լսում Աստծո խոսքը հավատացյալներ կային որոնք որ թակում բան հավաքվում էին խոսում էին բայց ընդհանուր ոչ մենք հեռուստացույցով ենք լսել ոչ մենք դպրոցներում ենք լսել ոչ մենք ինչ որ ագուպներում կամ բաներում սով էր այսօր հակառակն է այսօր որ կողմ դառնում ես Աստծո խոսքն է այսինքն մարդիկ արդեն հագեցած են քարոզներից մարդիկ արդեն բայց ուզում են տեսնել արդյոք կա մեկը որ ավետարանին վայել քայլում է արդյոք կա դից մարդ որ ինքը ապրում է դից որը որ նորից եմ ասում շատ ազդեցիկ է Պողոս Արաքյանը միտեղ ասում է ինչ որ ինձանից լսեցիք չեմ հիշում որ դեռ գրված բայց կա այդպիսի խոսք եւ ինձանում տեսակ Դարեք Սարեք Չի ասում ինչ որ ինձանից լսեցիք այսօրվա ժամանակագից մենք ովքեր որ Աստծո խոսք են քարոզում եւ այլն ասում ենք շատ եմ լսել որ քարոզիչ ասում ախպեր դու կնձիմի նայեք ես մեղավոր մարդ եմ հենա ավետարանը սենց ասում եւ այլն ոչ եղբայր ջան այդպես չէ չէ օրինակ շատերը սենց են անում այնքան որ բարձանեն մտնում դրան կողքը դրախտեն դրան կողքը լինեմ տենամ այդ այսինքն ինչ արտահայտություն է չէ մենք չենք գարտում ավետարանի մեջ այդպիսի իրավիճակ որ եթե սենց անես դրան կողքը կնստես այդպիսի բան չկա օրինակ դրախտ գնալ որ դրախտ գնամը դա վատ չի, բայց ինձ համար դա անընդունելի հասկացողություն է ես հիմա գնում եմ եկեղեցի որ վաղը դրախտ գնամ Եկեղեցի գնալով դրախտ չեն գնում ավետարանին վայել կերպով ընթացողներն են որ գնում են այնտեղ ուտեղ բայց նկատում եք սրա մեջ էգոիզմ ես դրախտ գնամ էգո կա սրա մեջ ինչ որ Դե ամեն դեպքում մի քիչ սկզբում փնտրել բայց Աստծո արկայությունը նոր կարտացինք հա փնտրել Աստծո արկայությունը հենց սա ինչի մասին խոսում ենք այդպես են փնտրում մեկ ուրիշ միտքել եմ ուզում ասել որ ավետարանը սիրառատ է սիրով լցված է Գառնիկ եղբայր տես հիմա իմ ասած այդ ինչ որ ասեցի հակառակ բարի պատկերը սիրո Ինչ ասիր Սիրառատ է այսինքն ստեղ էլ էգո չկա դու չես փրկվել որ գնաս դրախտ դու փրկվել ես որ սեր բախի քեզնով տարբերություն կա չէ այո ուրեմն ճառաչը մգնի Գառնիկ եղբայրից Հովանու թղթի առաջի թղթի 4:19 ասում է մենք սիրենք նրան որովհետև առաջ նա մեզ սիրեց Սիրից բանա Չէ ասում է հիմա տես ինչքան շատ է խոսվում Աստծո սիրո մասին եւ ճիշտ արվում որ ինքը ինձ սիրում է չէ սեր է Աստված սիրում է քեզ այն օրինակ որ ասեցի եկեղեցում շինարարական գործեր են կանում զանգերով անցանոթ մեկը եկավ մի գործով էլի ասեցին վարպետ է ինքը վարպետը եկավ նա այդ սկզբի շատ բարի դրացիական դες խոսեցինք բան ինչ եք ուզում անել ասինք ես ենք ուզում անել իրապահովել ինչ որ դաներ ես նայեց զգաց որ էդի տուն չէ խանութ չէ նման չէ էլի դες բաներ բայց ես ինչ տեղի ասեց ասեցինք աղոտքի տուն է ասեց ես այսպիսի տեղերում գործ չեմ անի այդ մարդու չայլ տղա է որովհետև ես Եհովայի վկա եմ իսկ դուք ասում եք դժոխք կա լսի դες սկսավ խոսալ իսկ դուք ավետարանական եկեղեցիներդ ասում եք դժոխք կա Աստված սեր է Աստված չի կարող իր ստեղծած էակին տանել դժոխքը գցել ու սկսեց եղբայր ջան Հիմա ես ոչ ուզում եմ իրան ապացուցեմ որ կա
Ներքաշում եք ես իր տիրույթ։ Ասում եմ, իսկ դժողքից բացի ուրիշ բանի մասին կարող ենք խոսել ես ու դու։ Թե չէ, բայց ես չեմ կարող այդտեղ կործանել եւ այլն։ Բայց թողնենք իրան։ Եվ որ ասում ենք Աստված սեր է։ Ես ասում եմ ավետարանը սիրառատ է, լցված է։ Այո, Աստված սեր է։ Քիչ առաջ նախքան բանը սկսվել է, հաղորդումը սկսվել է, խոսեցինք այդ մասին, որ ռուսերեն ասում է Բող ես լյուբով, Աստված սեր է, իր էությամբ, ամբողջությամբ սեր է։ Եվ նորից եմ ասում, շատ է խոսում Աստծո սիրո մասին։ Բայց ես կարծում եմ, թե քիչ են խոսում մեր սիրո մասին դեպի Աստված։ Չէ՞։ Քիչ են խոսում, բայց դեռ գրված է մենք սիրենք նրան, որովհետև առաջ նա մեզ սիրեց։ Ինչով է չափվում, օրինակ, ես ինչպես պիտի հասկանամ, թե դու կամ ես սիրում ենք Աստված, թե չէ։ Աստված ինքը սիրո չափման միավորը տալիս է Աստվածաշնչի մեջ, ավետարանի մեջ, որովհետև ամեն բան իր չափման միավորն ունի։ Եթե դու սխալ չափման միավորով չափես, կամ կծիծաղեն վրեդ, կամ էլ ոչինչ դուրս չի գա։ Չես կարող մտնել խանութ, ասես ինձ 2 մետր պեսոկ տվեք։ Չես կարող ասել Երևանից մինչև Գյումրի 120 կիլոգրամ է։ Կծիծաղեն մարդիկ վրեդ։ Այդպես չի չափվում ինքը ունի իր չափման միավորը։ Էլեկտրոէներգիան վոլտով է չափվում, գազը խորանարդով է չափվում եւ այլն։ Ամեն բան ունի նաեւ սերը չափման միավոր եւ ես չեմ ուզում հորինեմ այդ չափման միավորը։ Կարդում ենք Հովանու 3:16, կարծում եմ բոլորը անկիրք գիտեն Աստված այնքան սիրեց աշխարհը։ Ես էլ ուզում եմ ինչքան չափման միավորը, ինչքան սիրեց։ Մի մետր, 2 մետր, ինչքան սիրեց, որ իր միածին որդին տվեց։ Ահա թե ինչքան սիրեց, ուրեմն սերը զոհաբերություն է սիրելիներ։ Եվ ես եւ դու, եթե այս հարցի շուրջ հիմա մենք ծավալվենք, ես կարծում եմ, թե մեր ժամանակը չի հերիքի սիրելիներ։ Կարող է ասենք չափման միավորը երբեմն մենք ենք որոշում։ Դե դրա համար էլ սխալ բաներն ասում են սիրի որ ես քեզ սիրեմ այսպես բանը չէ չափման միավոր որովհետև ինքը սիրում է ես էլ իրան եմ սիրում չգիտեմ ինչ այդպեսի բաներ դրանք չգիտեմ չեմ ուզում դրանց որևէ բնութագիր տամ ոչ էլ գիտեմ ձևը դրա բնութագրի ես ասում եմ եթե մենք ավետարանի մարդիկ ենք եթե մենք հավատացյալ մարդիկ ենք հա ինքը սիրով լցված է պետք է այդ սերը իմ սրտիս մեջ էլ լցված լինի առաջին հերթին դեպի Աստված Ինչպես ասես Տերը ուրիշ չափման միավոր ասեց ով ասում է թե սիրում է Աստծուն բայց իր ընկերոջը չի սիրում իր ժապորը ներողություն չի սիրում շատ ուժեղ Տեսնում ես չափման միավոր ենք ասում թե ինչպես հասկանամ որ ես սիրում եմ Աստված հա եթե ասում ենք իր տեսած աղբորը ադում է Եվ ասում սիրում եմ, ասում եմ, որ տեսածը չես սիրում դու, չտեսածը ոնց ես սիրելու, ոնց հավատանք մենք նրան, այդպես լինում է։ Հետո գիտեք, ուրիշ չափման միավոր էլ կարող եմ ասել, նա ով Աստված սիրում է, գիշեր ցերեկ ծառայում է նրան, սիրուց տրտված ծառայում է, սերն է բերում նրան ծառայության, պարտադրանքը չի բերում նրան ծառայության, բանի մասին է գրված, Հակոբի մասին է գրված, Հակոբը հիշում եք, որ եկավ Լավանի մոտ եւ ուզում էր Լավանի աղջիկայի հետ ամուսնանալ, նա ասեց 7 տարի կաշխատես ինձ մոտ եւ աղջիկաս կդամ քեզ։ Եվ ոնց է գրված, եւ ինչ գործեր անում ինքը։ Այդ ոչխարներն էր արածեցնում, լողացնում, անտանելի ծանր գործ էր այդ ամեն ինչը։ Գրված է Հակոբը 7 տարի ծառայեց Լավանի մոտ Ռեբեկայի համար եւ նրանք մի քանի օրվա պես նրան թվացին այդ որովհետեւ սիրում էր նրան դժվար չթվաց իրան այդ ծառայությունը անտանելի ծանր ծառայությունը անտանելի դժվար է 7 տարին էլ 7 օր չի 7 տարին ասում է իրան մի քանի օրվա պես թվացին Բացատրում է ինչու, որովհետև սիրում էր նրան։ Մայրը, որ իր նորածին երեխային
գիշեր ու ցերեկ այ մեր տունը նորածին երեխա կա ես տեսնում եմ այդ բանը նկատում եմ դուք եք տեսել բոլորս էլ երեխեք ենք ունեցել եւ այլն գիշերը չի քնում ցերեկը չի քնում էս անում այն անում ոչ մի պարտադրանք չկա ոչ մեկ իրան չի պարտադրում ինքը չի վախենում ինչ որ մի բանից թե կտադեն թե կնստեցնեն թե կտուգանեն եթե տեր չլինի չէ Բա ինչն է դենց ստիպում որ ինքը չքնի օրինակ քնի ինքը աչքերը գցում է չի կարողանում բայց օրորում է որ ինքը քնի սերը ուրիշ բացատրելու բան չկա որովհետև սիրում է նրան չի կարողանում ինքը կերադասում է ինքը արտում մնա բայց նա քնի Սրանք չափման միավորներ են սիրելիներ Մի հատ չափման միավոր էլ գիտեմ Խնդրեմ Կարամ ասեմ Դու ինչի՞ չես կա Հիսուս ասաց նա է ինձ սիրողը ով որ իմ խոսքերը ունի եւ պահում է հայրս նրան կսիրի Այո Ինչ կեր Որ ասում է թե սիրում է ինձ ուրիշ տեղ էլ ուրիշ ծևի ասեց բայց իմ պատվիրանները չի պահում ինչ ասեց ստախոսե Այ քեզ բան Ստախոսե Բայց ինչի մենք չենք առաջնորդ այդ ցուցիչ է Մենք այդ մասին ենք այսօր խոսում ավետարանին վայել կերպով գնացեք սալակներն են Թե չէ այդպես դադարգասելով գիտեք մի օրինակ եմ ուզում ասել թող ոչ մեկը չվիրավորվի աչքից տեսած բան եմ ուզում ասել Միտեղ մի քանի անգամ sense նկատել եմ որ եկեղեցիներում ասենք խոսքի երկի ժամանակ մանավանդ երբ որ երկում են Փարաբանության խմբեր են ասում եւ այլն նկատել եմ որոշ եկեղեցիներում որ ասենք խոսքի հենց սկզբից որ նկատում էի ես ինձ նույնիսկ հանդիմանված եմ զգում ասենք մարդիկ սպես ձերքերը երկինք բարձած աչքերը փակած sense ու այնպեսի դեմքերով մարդիկ են մտածում ես թե Ես հենց հիմա ասում տեսնում եմ երևի իր աչքերը փակել ինչ դեմք է էլի ու դու ամաչում ես որ դու դες բաների մեջ չկաս էլի ասեմ Եվ մի անգամ ինձ հրավիրել էին միտեղ գնացել էի, առաջն էի նստած, շատ մոդիկ էի նստած էլի այդ Փարավանյան խփին։ Ու այդպես մի հատ քույրիկ կար, որ այդենց աչքերը փակ այդ բեմյորա, այդպես բաներ էր անում, ասում տեսնես ինչեր է տեսնում էլի, տեսնես ինչեր անում բան։ Ու այդ մոմենտին իր երեխեն փոքր ինչ որ բաներ ուզում իրանից էլի մոտեցել էր իրան, փեշից քաշում էր, բան շորից քաշում էր, ասում էր՝ «Մա, ինքը բան չէր անում»։ Ու այնտեղ Ստեղ չենք ելին դեղ էին, ասում է, մեր անգամ կաշես մեկ ես ինձ ռեսկի տարավ է դարչի դրով, ռեխդ պագի։ Ու հետո մի անգամից տարավ ու նորից էլի սկսեց։ Ես որ բայց ես ինձ հանդիմանված էի զգում ինձ ասում եմ, ոչ բոլորն են այդպես։ Ես դրա համար սկզբից ներողություն խնդրեցի, հասկանում եք, բայց կարողացավ էլի մի անգամից ասենք, մի անգամից այդ տիրոջ մոտից դուրս եկավ երեխուն վիրավորեց ու նորից մտավ տիրոջ մոտ վարյանական սիրելի եղբայրներ քույրեր թող Աստված մեզ օրհնի ես ոչ մեկի հասկանում եք ինչ որ պաշտելու ձևի վրա չեմ ուզում ծիծաղել ես այդպեսի նպատակ չունեմ ոչ էլ իմ պաշտելու ձևն է yaman գիտի ես ինչ մի զարմանալի ձևը չի կարևորը բովանդակությունն է բայց եթե մենք խոսում ենք տիրոջը սիրելու մասին պետք է վերցնենք իր չափման միավորները ամեն մի հատ կա օրիգինալը չէ դες ավետարանը մենք խոսում ենք այդ օրիգինալն այ ավետարանի ամեն վայել կերպով գնացեք ինչպես որ ավետարանը ձեզ սովորեցնում է եւ եւս մեկ միտքել եմ ուզում ասել նորից սկզբից ասացի որ մենք ես բոլորը չեմ կարող ասել եւ ժամանակի եւ իմաստության պակասության պատճառով բայց մեկ կարևոր միտք նույնպես ուզում եմ ասել ավետարանը սուրբ է սիրելիներ ավետարանը երբեք չի գնում փող զիջման ճանապարհով գրված է սուրբ եղեք որովհետև ես սուրբ եմ սուրբ եղեք ես մի հատ գիրք ունեմ դες գրած նույնիսկ որովհետև ես սուրբ եմ գրված է հետևեցեք խաղաղության ամենքի հետ եւ ուշադրություն եւ սրբության որ առանց նրան ոչ ոք Տիրոջը չի տեսնի
Այդ մասին ընթացքում էլ, հա, մտքեր եղան։ Առանց սրբության ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգուշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքիցը, որ մի դառն արմատ չպուսնի եւ նեղություն տա եւ նրանով շատերը բղծվին։ Շատերը ասում են, լսել եք, որ ասում են, ճիշտն ասած, ես չեմ հասկանում Աստծո կամքը։ Այս հարցում չեմ հասկանում, այն հարցում չեմ հասկանում։ Այդպես լինում է մեր կյանքում։ Լինում է, որ ինչ-որ մի հարցով ես էլ չեմ հասկանում։ Օրինակ, որ օրինակ, հասարակ կենցաղային օրինակ, դու ասեցիր արի, ես չէի հասկանում, մտքեր կան էլի քաղաքը ուղեղի մեջ թե այս մասին, թե այն մասին եւ այլն, հա, ես էլ չեմ հասկանում շատ անգամ Տիրոջ կամքը, բայց ես ուզում եմ մի խոսք կարդալ բոլորիս համար գրված է, որովհետեւ սա է Աստծո կամքը, բուտ ձեր սրբությունը։ Ահա սա կամքը քո համար, ահա իմ կամ, մեծ հաշվով։ Թե ես չեմ հասկանում ում հետ ամուսնանամ, չեմ հասկանում ես ոնց անեմ, ինչ անեմ, դրանք մանր մունր հարցերն են մեր կյանքի կենցաղային եւ այլն, բայց պարզ գրված է թանկագին եղբայրներ քույրեր, որ սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը։ Սա է ավետարանը։ Այս ասում ավետարանը։ Աստծո կամքն ես ուզում հասկանալ, պարզ գրված է, սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Եվ սրբության այս ձգտումը ես կարծում եմ, որ կարծեմ թե անցած անգամ էլ այդպիսի միտք ասեցինք, որ գիտեք, ես որ ապաշխարեցի, ես սուրբ չդառա։ Ես սրբության փափակ ստացա։ Սուրբ դառնալու փափակ ունեցա։ Ես ապաշխարեցի, մեզ թվում է թե մենք ապաշխարեցինք եւ վերջացավ, մենք սուրբ դառանք, չէ։ Ես ապաշխարեցի, խնդրեցի Տիրոջը, լացով խնդրեցի, այո, Տեր ասեց, ես ընդունում եմ քեզ զավակս, այո, ապրես, որ դու իրոք հասար այդ աստիճանին, որ հասկացար, որ քո բոլոր խնդիրների հեղինակը դու ես, եւ դու զղջացիր եւ այլն, բայց այնպիսին, ինչպիսին հիմա դու կաս, դու չես կարող իմը լինել, դու չես կարող իմ փակավորության մեջ լինել, դու ճանապարհ կա, գործ կա, քո վրեն գործ կա անելու, ինչպես որ անտաշ քարը բերում են քանդակագործի մոտ, քանդակագործը վերցնում է մուրճը, վերցնում է զուբիլը եւ սկսում է այդ քարը տաշել, եւ դու գնում ես մի շաբաթ կամ երկու շաբաթ հետո գալիս, տեսնում ես մի գեղեցիկ տեսք է ստացել այդ քարը, թե մարդու, թե չգիտեմ ինչ որ մի առարգայի, թե չգիտեմ ինչի եւ այլն։ Եվ մեր քանդակագործը, երբ որ նայում է քարի որագին, հա, ինքը քարի որագին, ասում է այդ քարը բերեք։ Նա սրանից բան կստացվի։ Իդեպ քանդակագործին հարց են տալի, ասում են ինչպես Ալինը, որ դու այդքան կատարյալ քանդակ ես ստեղծում, ամեն ինչ իր տեղն, ասում է, որովհետեւ ես հանում եմ այն, ինչը որ պետք չի։ Ավելորդները, ավելորդ բաներն եմ հանում։ Դե Տերն նույնն անում ես էլի։ Այո։ Տերն նույն եւ ասեմ քեզ, եթե մենք այդ քարն ենք, եթե այդպես փոխաբերական իմաստով ենք ասում, ցավոտ են այդ հարվածները մուրճի։ Բա իհարկե։ Իհարկե ցավոտ են սիրելիներ։ Ավելորդությունները հանելու համար, սրբանալու համար խոսում ենք այն մասին, որ ավետարանը սուրբ է, հա, եւ մենք այդ սրբանալու մեջ այնպես չենք կարող այդ ամենը գցել Աստծո վրա սիրելիներ։ Մենք գործ ունենք անելու, պայքարելու։ Անցած անգամ խոսում էինք ինչի մասին, որ մենք պետք է պատերազմենք չար մտքերի դեմ։ Հա։ Պատերազմողը մենք պետք է լինենք։ Մենք պետք է այդ փափագը սրբության փափագը, որ Աստված տրել է մեր մեջ, առանց այդ պատերազմի չի լինում սիրելիներ։ Ավետարանը սուրբ է։ Եվ այսպես որպես վերջաբան մեկ միտքել եմ ուզում կարդալ Աստվածաշնչից, որ գրված է միք կերբարանվի այս աշխարհի կերբարանքովը, այլ ինչ արեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, այն փափագը սրբության, որ Աստված տրել է քո մեջ, նորոգվեցեք դրանով, հա, այդ
նորոգությամբ որ դու քննեք թե ինչ է Աստծո կամքը բարին հաճելին եւ կատարյալը եւ կարտածինք որ Աստծո կամքը ձեր սրբությունն է դարե բարին եւ հաճելին եւ կատարյալը սիրելիներ ամեն Տերը թող օրհնի մեզ թանկագին եղբայրներ ջան քույրեր ջան որ մենք ավետարանին վայել կերպով ապրող մարդիկ լինենք գնացող մարդիկ լինենք մեր կյանքը թող լուր քարոզ լինի շատ շատերի համար թող մարդիկ նայեն մեզ սիրելիներ ինչպես որ այն հարյուրապետը որ Քրիստոսի խաչելության այդ արարողությունն էր եթե կարելի ասել ղեկավարում թե եւ ինքը ուշադրությամբ հետևում էր Հիսուսի պահվածքին այն պահից երբ որ նրան ցերպակալեցին երբ որ նրա վրա թեքեցին երբ որ նրա գլխին փշեպը սակ դրեցին երբ որ նրան սկսեցին ձեռ առնել հետևից խփելով եւ ասելով մարգարեացիր ով էր քեզ խփողը եւ էլի լիքը ծաղրուցանագի ենթարկեցին եւ կանահարեցին եւ այլն ինքը ճիշտ է այդ գործը անում էր բայց ինքը ուշով հետևում էր Հիսուսին որտեվ լսել էր նրա վարդապետության մասին, լսել էր նրա քարոզը եւ նայում էր նրան։ Եվ երբ որ Հիսուս հոգին ավանդեց, հիշում եք ինչ բացականչեց ինքը, իրոք որ սա ճշմարիտ Աստծո որդի է։ Ամեն։ Մեկն էլ քեզ անայում, սիրելի քույր ջան, մեկն էլ ինձ անայում։ Քարոզի չէ, կյանքին նայելով հավատաց։ Քրիստոսի կյանքը այդ ժամերի, հա, լուր քարոզ եղավ իր համար, որ նա տեսավ, որ նա հավատարիմ է իր Աստծո վարդապետությանը, հա, մինչև վերջ հավատարիմ մնաց։ Ես ու դու էլ որ մնանք, մեզ էլ շատ նայողներ կան։ Դու հայտարարել ես աշխարհով մեկ, որ դու հավատացյալ ես։ Ես հայտարարել եմ, հա, չի ասում մարդը քեզ։ Չի ասում ես քեզ նայում եմ, չի ասում ես քեզ նայում եմ, քո ամեն քայլին նայում եմ, դու էլ չես նկատում, դու չես նկատում ինքը ոնց է նայում քեզ, հա, եւ երբ որ մենք ավետարանին վայել կերպով ենք քայլում, մի օր էլ նա կասի ճշմարիտ, որ սա Աստծո զավակ է, ճշմարիտ, որ Աստված ճիշտ է, այսինքն այդպիսով դու կքարոզես մարդուն, այդպիսով դու ազդեցիկ խոսք կասես մարդուն քո վարկով, ինչպես որ կնում ես, եթե ապրում ես ավետարանով, եթե կնում ես ավետարանի վայել կերպով։ Ամեն։ Շատ հզոր խոսքեր Գարիկ եղբայր եւ ես կուզեմ հիմա պետք է աղոթենք, բայց կուզեմ այս միտքը ասել, որ սրբության մասին, երբ որ խոսացիք, ինք իր մեկնությունը հրեական մեկնաբանությամբ սա է ուրիշ բան, այսինքն սրբություն, սուրբ կյանք նշանակում է մի կյանք, որը ուրիշ բան է, տարբերվում է աշխարհիկ կյանքից, եւ դա ակնհայտ պետք է մեր կյանքում երևա ուրիշ ապրելակերպ, ուրիշ մտածելակերպ, ուրիշ բնույթ, ուրիշ համակարգ, արժե համակարգ, լրիվ երկնային է ինքը դառնում։ Եվ այդ իմաստով շատ սիրեցի այս խոսքը, որ ասացիր, սկիզբը ճշմարտությունը սիրելուց է սկսում, արմատական։ Մենք չենք կարա ճանաչենք ճշմարտություն, եթե չենք սիրում։ Տարբերակ չկա։ Չենք էլ ուզենա ճանաչել։ Չենք էլ մեր համար միևնույն չենք սիրում ճշմարտություն ճանաչ, ախպետ դու ինձ ասա ինչ անեմ, որ փրկվեմ, անեմ ինչ ճշմարտություն ճանաչել բան։ Սենց վերաբերմունքը չեմ ասում, ուղիղ իմաստով են ասում, բայց երբեմն մեր վերաբերմունքը այդպես է։ Բայց սիրել ճշմարտությունը դա ինչ ճշմարտություն ու խաղաղություն սիրեցեք զակարեն ասում է սիրեք ոչ թե գիտեցեք չեմ հասել չեմ դեռ բաներ բացահայտել դեռ տկար եմ դեռ չգիտեմ սխալներս շատ են բայց սիրում եմ էսի ուրիշ բան է այո Ղուկասու ավետարանի 9-րդ գլխու 53-րդ խոսքն է որ մոտավորապես այսպես է գրված, անգիր ասեմ էլ չբացենք, ասում է նրան չթողեցին Սամարիայի քաղաքներից մեկը, որովհետև նրա հայացքը ուղղված էր դեպի Երուսաղեմ, Հիսուսի համար է գրված, բայց ռուսերեն շատ հետաքրքիր է, ասում է «Его не пустили город Самарийский, потому что он имел вид путешествующего Иерусалим».
Այս ուրիշ է արդեն։ Հասկանում ես, այնտեղ ասում է նրա հայերեն ասում է, նրա հայացքը ուղղված էր դեպի, այստեղ ասում է նա Երուսաղեմ գնացողի տեսք ուներ։ Հասկացա։ Հասկանում ես, տեսք ուներ Երուսաղեմ։ Եթե մենք էլ որոշել ենք վերին Երուսաղեմ գնալ, եղբայր ջան, մենք պետք է ունենանք այդ ապրելակերպը, հասկանում ես, պետք է հասկացվի մեր կյանքից։ Իմ ամբողջ ասածի իմաստը սա է, ավետարանին վայել կերպով գնալ, պետք է առանց խոսքի, երբ որ ես մի տեղ եմ մտնում, դու մի տեղ ես մտնում, պետք է առանց խոսքի հասկացվի, որ դու վերին Երուսաղեմ գնացող մեկն ես։ Դա պետք է հասկացվի քո կյանքից, իմ կյանքից, այդպեսին եմ ես, տակավին չէ։ Հասկանում եք, չէ, բայց ինչպես որ Աբրահամ եղբայրը ասեց, եթե ես ճշմարտասեր եմ, եթե ես սիրում եմ ավետարանը, սիրում եմ ճշմարտությունը, պիտի հասնեմ ես։ Ճշմարտությունը հայտնվում է նրանց, ովքեր սիրում են ճշմարտությունը։ Հասարակ այո, հասարակ բանա ճշմարտություն է, որ այո։ բարձր։ Դու այսօր մեզ Տիրոջ խոսքով սիրացրեցիր ճշմարտությանը։ Եվս մեկ անգամ սիրահարվեցինք։ Եղբայր ջան, թող ես էլ սիրահարվեմ։ Եվս մեկ անգամ սիրահարվեցինք ճշմարտությանը Թող այդպես լինի։ թող այդ սերը վառ ճրագի պես վառվի մեր սրտերի մեջ միշտ։ Թող մեզ հանգիստ չտա այդ սերը գիշերը, հանգիստ չտա ցերեկը։ Ոնց որ մամային հանգիստ չի տալիս այդ սերը, որ չի քնում, այ ապրես, թող մեզ էլ այդ տեսակ սեր ունենանք դեպի ճշմարտությունը, որ գիշեր ցերեկ մենք մտածենք այդ մասին։ Էլ ինչով կարող եմ ես նենց անել, որ իմ սիրած ճշմարտությունը սկոլ լինի ինձնից։ Էլ ինչ անեմ ես, ինչպես անեմ։ Չեմ անում, որ փրկվեմ։ Ես փրկվել եմ ու չեմ կարող չանել։ Այս մասին Այո, ձերքը ծախում դա շատ կարևոր բան ասեցի։ Գանի գեղբեր, շնորհակալ ենք։ Քաղաքով արի ավարտենք եթերը։ Եթե կոչում ես սիրով եւ աղոթքով ավարտենք։ Կոչս հետեւյալն է։ Միայն թե Քրիստոսի ավետարանին վայել կերպով գնացեք։ Ամեն։ Ֆիլիպեցիս 1:27։ Մեր սիրելի հայրը, որ երկնքումն ես, օրինալ լինի Սուրբ անունդ, որ նորից Տեր ջան տվեցիր այս առիթը վաղ առավոտ խոսքի շուրջ այսպիսի քաղցր զրույց ունենալու Տեր ջան։ Ամեն։ Շնորհակալ ենք ավետարանիդ համար Տեր, որ թողեցիր մեզ որպես դաստիարակ, մեզ որպես կոնստիտուցիա, մեզ որպես ապրելու ձև Տեր։ Եվ այսօր կոչ ես անում ինձ, իմ սիրելի եղբայրներիս եւ քույրերիս, որ ավետարանին վայել կերպով գնացեք, Քրիստոսի ավետարանին վայել կերպով ապրեք։ Այս վարկագիծը ունեցեք ձեր կյանքում, սրան կամ նրան մի նայեք, ոչ էլ դատապարտեք, ոչ էլ քննադատեք, դուք ունեք ճշմարիտ մարգարեական խոսքը, եւ դուք շատ լավ եք անում, որ դիմում եք նրան ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մութ տեղը։ Դուր ինձ այդ հոգին Տեր ջան, որ ես իմ կյանքիս բոլոր հարցերում որպես սվետաֆոր, որպես լուսամփոփ միայն եւ միայն այդ ճրակին նայեմ Տեր ջան, նայեմ թե ինչպես ես ասում կյանքի բոլոր բնակավարներում եւ ուժը զորություն տուր ամեն բան մի կողմ տնելով ավետարանիդ ենթարկվեմ, խոսքիր ենթարկվեմ Տեր ջան, իմ քույրերիս ու աղբերներիս համար եմ աղոթում, որ հիմա միացել են մեզ, լսում են այս սուրբ խոսքը Տեր ջան, օգնիր մեզ բոլորիս Տեր, որ մենք իզուր չկողքրդենք քու տանը շեմել ինչպես գրված է Սուրբ ավետարանի մեջ, իզուր չմաշենք մեր կոշիկները, այլ կարողանանք Տեր ջան այս ամենը ամբարել մեր սրտերի մեջ եւ այն մեր կյանքում իրականություն դարձնել։ Թող փառավորվի քո Սուրբ անունդ իմ ավետարանին վայել կերպով կյանքիս մեջ, իմ քույրերիս ու եղբայրներիս կյանքի մեջ, որովհետև մենակ դու ես արժանի փառքի, Սուրբ ու հավիտենական Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հիմա եւ ընդմիշտ եւ հավիտյանս ամեն։ Ամեն։ Փառքեստեր։ Փառք Տիրոջը։ Մինչ աղոթում էր իմ մտքով նորից ճանապարհային այսպես քարտեզներ անցնում եւ նշանները հետաքրքիր է ու շատ նման է հոգեոր կյանքին։ Հիմա կանգնիր։ Հիմա զիջիր։ Հիմա աճ։ Հիմա զգուշացիր։ Հիմա զգուշացիր։ Դեղի նշան չկա։ Դեղին զգուշացիր։ Ասում եմ 3 դու զանգեցիր ու ընդամենը 3 րոպեդու այդ բանը եղավ։ Որ ես մտածում եմ ասում եմ դեր ինչի մասին եւ այդպեսի ես փորձության մեջ պիտի լինեի։ Արդեն մի քիչ գնացի ու նայեցի որ կարմիր է։ Մի հատ այդ կամերային նայից ասես մի հատ ներողություն խնդրի հաստատ չի գա դու գան ուզում եմ ասել այո չէ դեր ուղղակի ասեց որ եղբայր ջան
կա Լուսան Պոպը, այո, դու սրա շատ ճիշտ ես, շատ ճիշտ ես, Գառնիկ եղբայր, բայց Փարթ Տիրոջը, ես այս խոսքը ասեմ եւ ավարտեմ, Փարթ Տիրոջը, որ Աստված մեզ միշտ հնարավորություն է տալիս զղջալու եւ ապաշխարելու։ Ամեն։ Չէ՞։ Փարթ Տիրոջը։ Եթե չկար, մի անգամ ասեց, նա մտքի վերաբերյալ ես էլ մի բան ասեմ, ճամբարում ենք որտեղ է նրա Գալստյան խոստումը, կա չէ՞ այդպիսի տեղ։ Այսքան տարիներ մեր հայրերը սենց բամբա ուր է։ Ու ես ասում եմ, ինչքան ենք մենք երջանիկ, որ Տերը շուտ չեկավ։ Չեկավ այն ժամանակ, երբ որ մենք իրան չէինք ճանաչում, եղբայր ջան։ Դրա համար չի գալիս, որտեղ ինձ ու քեզ նման իշկաններն են, որ վախտում են աշխարհի մեջ, հա, եւ Տերը սպասում է։ Եվ իր երկայնամտությունն աշխատում։ Ամեն, եղբայր ջան։ Շնորհակալ եմ Գառնիկ եղբայր, այո, Փարթ Տիրոջը։ Տեր օրհնի ձեզ, Գառնիկ եղբայր, շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ, միշտ ուրախ եմ, միշտ կանչեք ինձ, ես մեծ համարձակ միշտ անգամ, եթե վերջի օրն է գալիս, բայց գիտեմ Գառնիկ եղբայր, եթե Հայաստանում է, ուրեմն անպայման կգա։ Շնորհակալ ենք եղբայրս։ Այսպեսին էր մեր եթերը սիրելի քուրեր եղբայրներ եւ առաջ Աստված մենք կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։